Մենք արդեն տեսել ենք, թե ինչ է լինում, երբ պետությունը չի կարողանում պաշտպանել իր ազգային շահերը, չի կարողանում պատասխան տալ, երբ փորձում են նվաստացնել կամ ոտնձգել այդ պետության նկատմամբ։ Մենք տեսել ենք պատերազմ, մենք տեսել ենք կորուստներ եւ մենակություն, մենք անցանք 2020, 2022, 2023 թվականների ողբերգական պատերազմների միջով եւ տեսանք, թե ինչ գին է արժենում պատասխան տալու կարողություն չունենալը։ Սա պետք է դաս դառնա, ոչ թե արդարացում։ Ժողովուրդ, որ վերապրել է ցեղասպանություն, կորցրել է միլիոնավոր կյանքեր ու տարածքներ, այժմ պետք է ընտրություն անի օտար շահերի համար ու քվեարկի ու անունը դնի ընտրություն։ Մեր ժողովուրդն արժանի է այնպիսի պետության, որը մտածում է հենց ինքն իր մասին, տեր է իր քաղաքացիներին, տուն է ամբողջ աշխարհի հայերին եւ տեր է իր ազգային շահերին ամբողջ աշխարհում։ Դրա համար էլ մենք ընտրում ենք Հայաստանը, ոչ թե որովհետև փակվում ենք աշխարհից, ոչ թե որովհետև մեկուսանում ենք, այլ որովհետև միայն սեփական արժանապատվությամբ ղեկավարվող ժողովուրդն ու պետությունը կարող են կառուցել իրական երկիր, գտնել զարգացման ուժ եւ ապագա կառուցելու կարողություն։